Պարոն Զոհրաբյան, ինչ տեղեկություններ կարող եք փոխանցել Սրբազանի Մենք հանդիպեցինք Մկրտիչ Սրբազանին, պարզվեց ի սկզբանե այստեղ էր բերվել, բայց բնականաբար որևէ կոնտակտի հնարավորություն չէին տվել։ Իրեն ասել էին, որ փորձելու են ձեր փաստաբաներին գտնել եւ տեղեկացնել, բայց բնականաբար դուք ինքներդ արձանագրեցիք, որ մենք քիչ առաջ հնարավորություն ունեցանք իմանալու որտեղ է Սրբազանը։ Սրբազանը ձերբակալված է, իրեն մեղադրանք են քրեական հետապնդում են հարուցել իր նկատմամբ եւ Սրբազանին մեղադրում են օրինական հավաքներին մասնակցությունը խոչընդոտելու կամ հարկադրելու այդ մեղադրանքով, ինչպես նաեւ ընտրական քվեարկության արդյունքների վրա ազդելու։ Այս երկու մեղադրանքներն են, որը մեր գնահատմամբ շինծու են եւ բնականաբար սա հակաեկեղեցական այս շարժման շրջանակներում է ընթանում, այլ մանրամասներ հիմա չեմ կարողանա ասել, որովհետեւ մենք էլ պետք է հասկանանք եւ մեր պաշտպանական տակտիկան մշակելիս մեր գործողությունները պլանավորենք, պետք է տեղեկացնեմ, որ իրենք պետք է ներկայացնեն կալանքի, այսինքն Սրբազանին տանել են կալանավորման եւ ամենայն հավանականությամբ փորձելու են անանեն, ինչ արել են Սրբազանը։ Այս ամենի վերաբերյալ որևէ կերպ կարծիք հայտնեց։ Սրբազանը ինքը պատրաստ էր, որ իր նկատմամբ հալածանքներ լինելու են։ Ինքը ասաց, ես պատրաստ եմ, ես սպասում եի, այսպես ասեմ, իր համար նորություն չէր։ Պարոն Զոհրաբյան, ձեր կարծիքով այստեղ որևէ էական դեր խաղացել է այն, որ ազգակցական կապ ունի ամենայն հայոց կաթողիկոսի հետ Սրբազանը։ Տեսեք, կարող է խաղացել է, կարող չի խաղացել, որովհետև մենք գիտենք, որ Միքայել Սրբազանն էլ ազգակցական կապ չունի Վեհապար Հայրապետի հետ, բայց յուրաքանչյուր հոգևորական էլ Վեհապար Հայրապետի զավակն է, հոգևոր զավակն է, բնականաբար բոլորի դեպքում էլ այո իր հետ կապ ունեն։ Եվ բնական է սա հարված է եկեղեցուն։ Դուք աննախադեպ բան եք, այսպեսի բան երբեք չեք լսել, որ այսքան հոգևորականի բերման ենթարկեն, այսքան ժամ պահեն եւ բարձրաշան հոգևորականի տեղը թաքցնեն եւ մեր բազմաթիվ աղակումներից հետո ձեր օգնությամբ նոր տեղ ասեն, որովհետեւ իրենք էլ սահմանափակված են, պետք է 12 ժամում ներկայացնեն կալանքի, միջնորդություն ներկայացնեն, իսկ իրենց ձերբակալել են ըստ փաստաթղթերի ժամը 9:30-ին։ Այսինքն շատ քիչ ժամանակ ունեն եւ չէին կարող ավել պայն, թե չեն ստում էլի ավել կձգեն։ Հասկանա, լրացիչ վերջին շրջանում 3 Սրբազանի աղբյուր։ Իհարկե շատ է, բայց ապրում ենք այս երկրում։ Ներողություն, որ ասացիք ընտրական գործընթացներին միջամտել։ Ինչ ընտրության մասին է խոսքը, համայնքային, համապետական, եկեղեցական, թե պարզ չի դեռ։ Չէ, համապետական։ 21 թվականի ընտրությունները։ Պարոն Զոհրաբյան, ներողություն, ես ուշացա, կարող եք մեկնաբանել, թե ինչ է տեղի ունեցել, նա այսինքն արդեն կասկածյալի կարգավիճակում է մեղադրյալի։ Մեղադրանքը ներկայացվել է։ Հիմա այդ գործընթացն է։ Եվ ինչ որ հոդվածն է։ Հոդվածն եկեք չասեմ, ասեցի օրինական հավաքների մասնակցությանը խոչընդոտելը կամ հարկադրելը, մյուսը ընտրական իրավունքի խոչընդոտելը։ Ճիշտ է, կալանավորման հետ կապված տանելու են, միջնորդելու են, այո, այդ նպատակով են ձերբակալել, միջնորդելու են կալանավորեն։ Բայց ձերբակալել են իրեն ասում եք առավոտյան 9:30 պաշտոնապես ձերբակալել են, բայց մինչև այդ 7-ի կողմերը մտել են խուզարկության, խուզարկել են, դրանից հետո 9:30 պաշտոնապես ձերբակալել են։ Հիմա ինքը որտեղ է գտնվում։ Հիմա այստեղ է գտնվում։ Ոստիկանությունում։ Քննչական մարմինը նույնպես այստեղ է, կենտրոն քննչական մարմինը, հիմա ինքը այստեղ է գտնվում։ Մեր մյուս գործընկերները իրենց հետ են, իր հետ են։ Նա միակն է, ում մեղադրանք է ներկայացվել հոգեվորական։ Այս պահին իր մասին տեղեկություն ունենք, հիմա մենք պետք է փորձենք մյուս մեր հոգեվորականների հարցով զբաղվենք, տեսնենք, որ այդ կապված ինչ կա։ Այո։ Իսկ Սրբազանը ընդունում է այդ մեղադրանքը, ինչ է ասել։ Իհարկե ոչ, չի ընդունում։ Հիմա հարգելիս, հիմա դուք ուզում եք մենք մեր մարտավարական, տակտիկական բոլոր բաները այստեղ բացահայտենք ու հիմքը բայց Դանիել Լեոնիսյանին ներկայացրած այդ դիմումն է հանցագործության մասին հաղորդումը։ Դրա մասին արդեն ասվեցին, այո, հաղորդումը Դանիել Լեոնիսյանը ներկայացրել, բայց էլի հանգամանքներ կան, որոնք ինձ թվում է ընթացքում կասեն ձեզ։ Այսինքն այդ դրվագից բացի այլ դրվագներ կան մեղադրանքում։ Չէ, դա հաղորդումն է, դուք հաղորդման մասին եք ասում։ Չէ, մեղադրանքը ինչի հիման վրա է
ներկայացվել։ Նաև իր հաղորդման, բայց ուրիշ հաղորդում էլ կա դրա համար հիմա այս բանը ամբողջությամբ չկա։ Հիմա պետք է արդեն միջնորդություն ներկայացվի դատարան, որոշ քննչական գործողություն է կատարվում, այո, դրանից հետո իրենք պետք է կալանքի միջնորդություն ներկայացնեն դատարան։ Այսօր պետք է տեղի։ Այո, այսօր պետք է ներկայացնի, դատարանն էլ պետք է քննի, այո։ Դուք կիմանաք, մենք տեղեկացնենք ձեզ։ Պարոն Զորաբյան, տեղեկություն կա այդ մյուս հաղորդումը, որ ասում եք իր թեմի քահանա Տեր Արամի Նախաքննության մարմինն է հաղորդում տվել, մյուս հաղորդումը իրենք են տվել։ Պարոն Զորաբյան, այստեղից կտանեն դատարան, իրեն արդեն այսօր, հա։ Այո։ Երեկոյան Պաշտպանական թիմը կա, ես էլ պարոն Սարգսյանն էլ մենք ինքներս ստանձնենք, ուղղակի հիմա կազմակերպչական հարցերով դուրս ենք եկել, մեր մյուս գործընկերները Սրբազանի հետ են։ Այդ քննիչի բան ստացել եք, դուք արդեն որոշումը որ կալանքի որ պետք է դիմի Չէ, դատարանին։ հիմա այդ գործընթացի մեջ են, այո։ Եղավ, շնորհակալություն։